Շնորհակալություն, պարոն վարչապետ, իմ բարեկամ, իմ լավ ընկեր Նիկոլ Փաշինյան, շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք Վարշավայում հանդիպել։ Հստակ հենց այն տարելիցին, երբ Լեհաստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականի փետրվարի 26-ին։ Հիշում եմ այդ օրերը, ամիսները, որոնք անհանգստությամբ էին լցված, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ էինք հաստատում այն պետությունների հետ, որոնք հանդիսանում էին նախկին խորհրդային պետություններ։ Երբ Լեհաստանը մշտապես գլխավորում էր այն ցանկը, այն պետություններին էր քաջալերում, որոնք ընտրում էին իրենց անկախությունը, եւ դա մի ժամանակ էր, երբ շատ լավ էինք նախազգում այն նմանությունը պատմական, համատեղ զգայունությունը, պատմության ճիշտ ընկալումները եւ մեր երկու պետությունների, ինչպես նաեւ այն վտանգները, որոնք մեր երկրներին սպառնում էին եւ անվտանգությունը։ Այսօր կարող եմ նշել, որ մեր հայ-լեհական հարաբերությունները, ինչպես նաեւ մեր անձնական հարաբերությունները, դա ընկերություն է եւ դա առանց որևէ նախապայմանի է։ Մենք ունենք նմանատիպ նպատակներ Լեհաստանում, շատ են գնահատում հայերին եւ ուզում եմ մատնանշել հենց քո կատարած աշխատանքը։ Ես գիտեմ, թե որքան ջանք էր որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու այն տեսլականը, քաղաքական այդ իրականությունը ձևակերպելու ճանապարհին եւ սա մի երևույթ է, որը այսօրվա բարդ պայմաններում եւ ռուսական ագրեսիայի Ուկրաինայի վրա ագրեսիայի պայմաններում շատ հազվադեպ երևույթ է եւ դու պետք է օրինակ հանդիսանաս հենց այդ քաղաքական ուղղուվարման համար նաեւ պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը դա առաջնահերթ կետ է եւ որքան վտանգավոր է այդ ուղին բռնելու համար տարատեսակ գործողություններ իրականացնելու, թեև այն դա բարդ ճանապարհ է եւ պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է եւ գնահատվում է իմ կողմից։ Ցանկանում եմ հայազգին եւ անձամբ քեզ ամենայն հաջողություն այդ ճանապարհին։ Նաեւ ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին եւ սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրոմիության այդ մեծ ընտանիքը։ Շատ հետաքրքիր միջադեպ եղավ, երբ 3 Իսլանդիայի վարչապետներ այստեղ եւ մի երկիր, որը լրիվ այլ ուղղության աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է եւ շուտով իրենք ռեֆերենդում են ուզում կազմակերպել եւ մենք զրուցում ենք եւ շատ ռեալիստական տեսլական ենք տեսնում թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ process, ընթացակարգ։ Այսօր հստակ տեսնում ենք, որ Եվրոպան Եվրոմիությունը, այդ մասին խոսել ենք լեհական պարլամենտում, այսօր մեր պարլամենտում դիվանագետների օրն է եւ պետք է ասեմ, որ դա շատ լավ հայտնաբերում է դիվանագիտության մեջ, հաշվի չառնելով տարատեսակ կարծիքներ եւ ասեմ, որ
բոլորին էլ ձեռնտու է այն հանգամանքը, որ բոլորս միախմբված ենք աշխատում։ Տարբեր ձայներ ենք ստանում, տարբեր բացասական մտքեր են արտահայտվում, բայց այնուամենայնիվ մենք հակված ենք ընդունելու այն բոլոր երկրներին, որոնք կրիչներն են նույն արժեքների։ Հայաստանի եւ հենց ուզում եմ մատնանշել քո ջանքերը տանում են այն ճանապարհին, որոնք ներկայացնում են հստակ այդ ուղին մենք շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց ենք Եվրոմիությունը ընդլայնելու համար։ Այն բոլոր երկրների համար, ովքեր ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Ես վստահ եմ, որ քո վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում։ Եվ ուզում եմ եւս մեկ անգամ քո մոտեցման համար խորը երախտագիտությունս հայտնել։ Նախարար Կոմիշը շատ է ներգրավել այն համագործակցության մեջ, նաև ռազմական, դա է վկայում այսօրվա հուշագրի ստորագրությունը, հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը, գիտենք, որ երկու երկրներս էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին։ Եվ որպեսզի կայուն անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովուրդներին։ Շատ շնորհակալ եմ, որ անցել եք այդ երկար ճանապարհը եւ ուրախ եմ, որ ներկապային քո երկիրը գտնվում է այն կետում, որ գտնվում է եւ կարծում եմ շարունակենք մեր համագործակցությունը անվտանգության